Բարի օր սիրելի հեռուստադիտող։ Այսօր պատրաստելու եմ մի ճաշ, որը մեր դան անդամների ամենասիրելի ճաշերից է։ Ու ես առաջի օրվանից, որ ամուսնացել եմ, այս ճաշը պատրաստել եմ իմ ամուսինը ավելի սիրելային կատակ եմ անում, բայց իրականում իր ամենա-ֆեյվորիտ ճաշերից է։ Եվ ամեն անգամ, որ հարցնում եմ Ալեքսին ինչ ճաշ պատրաստեմ, ասում է մսով կարտոֆիլ։ Այսօրվա պաղաթրատոմսի համար մեզ պետք է 1 կիլո աղացած դավարի միս, 6-ից 7 հատ կարտոֆիլ, 3-ից 4 ճաշի գթալ լոլիկի մածուկ, 3 ճաշի գթալ բղբեղի մածուկ, մի փոքր ազատկեղ կամ մաղդանոս, գես թեյի գթալ 7 համեմունք, գես թեյի գթալ մշնգույզի փոշի, 1 հատ հավկիտ, 7-ից 8 բջեղ սխտոր, աղ, սև բղբեղ, կարմիր բղբեղ, գծու, պապրիկա, քիմիոն և համեմի սերմի փոշի, 4 ճաշի գթալ ցիտապտղի ցետ, չուր, սկզբում ինչ եմ անում, կարող ենք միսի վրա ավելացնել ամեն ինչ, պատրաստել մի կողմ դնել ու հետո արդեն կարտոֆիլները կտրատելու սկսել ու կամաց մեկ հատ միս, մեկ հատ կարտոֆիլ, մեկ հատ միս, մեկ հատ կարտոֆիլ դնել։ Ավելացում եմ աղացած դավարի միսը։ Իհարկե, այս պաղաթրատոմսի ամենակարևոր համեմունքները կամ կարող ենք ասել գլխավոր համեմունքները համեմի սերմը և քիմիոնն են և ես շատ ուրախ եմ, որ Մարանի գունի, ամեն անգամ ասում եմ գիտեմ, բայց միշտ ասել եմ, քան որ միշտ եմ ուրախանում, որ հիշում եմ։ Դրա համար շատ թարմ պետք է լինի, այսինքն դենց չի լինի, որ քիմիոն ունեք դունը ինչ-որ 1 տարվա, 2 տարվա հոդը համը գնացած օգտագործեք, նո, կգնաք շուկա, մի հատ գնայեք Մարանիկի բոքսը կամ դենց զոնան որտեղ է և կվերցնեք մի հատ քիմիոն, մի հատ էլ համեմի սերմ։ Քանի որ իրանք պետք է թարմ լինեն ու իրանց ճիշտ համը դան, ոչ թե չենք օգտագործում։ Ավելացնելու եմ համեմի սերմ, քիմիոն, կարմիր բղբեղ, սև բղբեղ, դե իհարկե աղ, հիմա համեմունքներին կես ավելացրել ենք, հիմա ուզում եմ սխտորը ավելացնել ու հետո արդեն կշարունակենք լոլիկի մածուկը, բղբեղի մածուկը և այլն։ Այստեղ ուզում եմ հիշեցնեմ, որ դե իհարկե լիքը ապրանքները ստեղից մենք Ուտուտ սուպերմարկետից ենք վերցնում, ուզում էի հիշեցնել, որ ամսի 28-ին Ուտուտ սուպերմարկետի խաղարկությունը կանցկացվի Ծաղկացորում 88 Hotel and Spa-ում, որտեղ ժամը առավոտվա 9-ից կարող եք գնալ և ձեր կտրոնը գցել։ Իսկ խաղարկությունը լինելու է երեկոյան, բայց անպայման դուք պետք է լինեք և ինչ-որ փաստաթուղթ ձեր անձը հաստատելու համար։ Եվ իհարկե, հույսով եմ այդ բնակարանը մեր հետևորդներից կամ մեր նայողներից մեկը կշահի, մենք էլ կուրախանանք։ Բայց մի մեղվիք, հետո էլ լինելու խաղարկություն, Ուտուտը միշտ խաղարկություններ անում է։ Անցանք առաջ, ստեղ ունենք մշնգույզ և ունենք 7 համեմունք։ 7 համեմունքը շատ անհրաժեշտ չէ, այսինքն optional է ըստ ցանկության, կարող եք, եթե չունեք տունը, կարող եք չավելացնել։ Բայց ես անպայման կես տկալ ավելացնում եմ։ Կես թեյի ավելի ճիշտ է։ Մշնգույզը այսպես։ Իսկ մշնգույզը ինչի եմ ավելացնում, որովհետև ինքը միսի ինչ-որ ոչ ախորժելի համը հոտը տանում է և թողում է միսի միան ախորժելի համը։ Դրա համար ես մշնգույզ ամեն տեսակի միսերու վրա ավելացում եմ։ Հիմա լոլիկի և բղբեղի մածուկից մոտավոր գեսը կամ 3/4-ը ստեղ եմ ավելացնելու, վերջի կարորդը թողելու եմ այդ սոսի վրա, որ ասեցի, հետո պետք է ավելացնենք։ Այսինքն ստեղից դատարկելու եմ, այսքան ու մնացածը թողելու եմ։ Հիմա էլ բղբեղի մածուկը։ Իսկ ստեղ մենք իրար հետ կարող ենք ամուսնացնենք ու իրենք պատրաստ լինեն։ Լավ, միադոճարվենք ու շարունակենք։
իհարկե ABC-ով։ Մաքուր խոհանոց, մաքուր դուն, մաքուր սերկեր։ Ջուրն էլ ավելացնենք, հետո խառնենք երևի։ Ուպս։ Ինչ լավ են փակում սիլի ջուրերը, որպեսզի խարդախություն չլինի։ Մարդիկ չպացեն, ուրիշ ջուր չլցնեն։ Գնացինք։ Մի թեթև ենք դնում, ուղղակի որպեսզի այս ամեն համեմունքները իրար հետ լավ խառնվեն։ Գնացինք։ Իհարկե, առանց ցիտապտղից եթե ես ոչ մի ջանք չեմ պատրաստում, եւ նամանավանդ եթե ցերքից տակ ունեմ շատ որակով ցիտապտղից հետ։ Եվ իհարկե, այս ցիտապտղից հետը կամ այսպիսի ապրանքներ ինչպես կարող եք դուք ձեռք բերել սու շեֆից։ Ամեն տեսակի ցետեր, ամեն տեսակի սոսեր, ամեն տեսակի մտերքներ։ Միայն գուրմենների համար եւ իհարկե ռեստորաններներ կարող են օգտվել։ Հոդը, որ իմանաք այս սրան հիմա, չեք պատկերացնի։ Բայց ամենաբարակայ ես իրեն հիմա թողելու եմ, բաժանվելու եմ իրանից, որպեսզի գնամ կարտոֆիլի մոտ եւ իրեն կտրատեմ։ Իսկ իրեն կարող եք մի թեթև հանգստացնել սառնարանում, մինչեւ պատրաստ լինի, հետ կփրենք։ Կարտոֆիլը այսպես ենք կտրատելու։ Ամեն մեկի 2 մատ։ Բայց ամեն մեկ ընտանիքը կտրում ենք, թողում ենք, որպեսզի հետո հեշտ լինի։ Կարտոֆիլները ունենք, մի քիչ ցիտապտղից հետ։ Հիմա ինչպես ենք անում։ Ուրեմն, վերցնում ենք մի հատ այսպիսի կարտոֆիլ, այսինքն ծայրից ենք սկսում ու մի թեթև այսպես անելով գնում ենք։ Այսից էզի հեշտ տարբերակն եմ ասում, որպեսզի կարտոֆիլը եւ միսը կողքի վրա-վրայի հավաքենք։ Թնում եմ ու շարունակում եմ, այսպես թնում եմ, մի քիչ կլորացնում եմ ու գալիս է հաջորդը։ Ու հետո կողքով եմ անում ու շարունակում եմ։ Թնում եմ, կլորացնում եմ միսը։ Ծայրերը ավելի փոքր ենք դնում, մեջտեղները ավելի հաստ, կարտոֆիլին, ըստ կարտոֆիլին բացում ենք։ Կարող եք միտեղ տնել ու շարունակել։ Կլոր, մի հատ կլոր միս, մի հատ կարտոֆիլ, այսպես։ Արդեն ինքը կպնում է, տեսակ ինչքան հետաքրքիր է։ Հաջորդը ու այսպիսով բոլոր կարտոֆիլները, մի հատ կարտոֆիլ, մի հատ միս ենք անում։ Ու շարունակում ենք։ Մի խոսքով շատ համով է լինում ու հեշտ է պատրաստվում։ Իսկ պատրաստելուց հետո բռնում ենք մի հատ, բարձրացում ենք ու գնում ենք։ Տեսակ։ Երևի այս ուտեստը պատրաստելուց տենց հայկական սեղան կգցենք, մի հատ համով թան գնենք։ Այս համով ճաշը կպատրաստենք, մի բնակ ճաշ կանաչիներ, իհարկե։ Բայց եթե ուզում ենք հյութերը լինի սեղանում, չենք մոռանում մազայի եւ սիրի մասին, կարող ենք լավ հյութեր եւ չուրի տեսակներ թնել սեղանը եւ մեր սեղանը լինի ամբողջական։ Ճիշտ եմ մտածել, այո, ճիշտ եմ մտածել։ Գնացինք։ Օպա։ Իդեալական, բայց ինչի սակոր այդ վերջին թնելս չեկա մոդից չնկարեց, չգիտեմ։ Վերցնում ենք լոլիկի մածուկը եւ բաբեղի մածուկը, սիլի ջուրը, սխտորը, աղը եւ սկսում ենք սարքել այդ ջուրը, որ պետք է ավելացնենք այս ճաշի վրա։ Սկզբում սիլի ջուրը ամբողջությամբ ավելացնում եմ։ Լոլիկի եւ բաբեղի մածուկը, որը մի քիչ առաջ ամուսնացրել էինք իրար հետ։ Աղ, սխտոր, որը ջզմել էինք մի քիչ առաջ,
ու խառնում եմ։ Մի քիչ սեպաբեղ։ Եվ իհարկե ցտաբտղից հետ։ Հիմա ամենահավես պահն է։ Ես իմ դիմացս տեսնում եմ մի գեղեցկություն, որը հում գուտեի։ Չնայած հում չեմ ուտում, սուտ եմ ասում, բայց այնքան գեղեցիկ է։ Լավ։ Ուղարկենք ջրոց, հետո արդեն մնացածը կիմանանք, բայց մի հատ փայլաթուղթով փակենք։ Տեսություն։ Ուրեմն, եփում ենք 180-ից 200 աստիճանի վրա 30 րոպե, հետո մի հատ 15-20 րոպե բանալուց հետո։ Պետք է վստահ լինենք, որ կարտոֆիլը եփած է, մի քիչ լավ կարմրած է վրան եւ միսերը արդեն եփում են։ Այսինքն կարտոֆիլը մեկը ավելի շուտ է, ավելի ուշ է եփում, քան միսը։ Եթե կարտոֆիլը եփել է, ասել է թե միսը եփել է։ Դե ինձ սիրելիներս, արդեն կարող ենք մենք փայլաթուղթը հանենք վրայից, որպեսզի մի քանի րոպե էլ բեյք անենք, կարմրացնենք այդ կարտոֆիլը եւ միսը ու արդեն մատուցման պատրաստ լինի։ Ահա, արդեն մոդեն տեսակ ինչ պատկեր ունի, միջև մենք մաղդանոցները կամ ազատ կեղը կտրատենք, արդեն ինքը կարմրած կլինի։ Բայց չմոռանաք թանը պատրաստել, կծուպաղբեղը պատրաստել սեղանի վրա, կանաչիները թնել հայկական եւ դե ջուրը անպակաս սեղանեն։ Եթե ուզում եք սիլ, եթե ուզում եք ինչ-որ հայկական ուրիշ ջուր, ձեր հանգստության կարող է եւ արարատ լինի։ Մի խոսքով ինչ համեղություն կա աշխարհի, թող լիրի ձեր սեղանում։ Դե ինչ, անհամբեր ենք արդեն մեր ուտեստը ջրոցից դուրս անել։ Եվ այսօրվա պաղադրատոմսը միսով կարտոֆիլ ջրոցում արդեն պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի խորժակ։ Դե ինձ սիրելիներս, այսօրվա շքեղությունը, համովությունը պատրաստ է, իսկ մենք պետքա փորձենք։ Տա-տա-տա-տան, այս ծայրից սկսենք։ Նայեք ինչ փափուկ միս ունենք, արդեն եփած, մի քիչ կարտոֆիլից։ Ուպս։ Մի քիչ փոքր ունեմ, որպեսզի նախ դակ չի լինի, երկրորդ մեծ չի լինի, երրորդ կարտոֆիլը ընդհանրապես դակությունը երկար է պահում։ Հուսով եմ չեն կվարվի։ Վաու։ Վաու, վաու շաղիկ։ 15 դարուց ավելի ես այս ճաշը կպատրաստեմ, բայց ամեն ուտելուց մի հատ նորեն գուրախանամ եւ հաճուկ կառնեմ։ Ինչն է, ես հիմա կվայելեմ իմ ընկերների հետ այս ուտելիքը, վաղն էլ կգնամ մի հատ տունը կպատրաստեմ, որով տունը
տնեցիներն էլ ուզել են այս շաբաթ էս պատրաստեմ։ Մի խոսքով դուք, ես եւ Համիկ Ախնիկը բոլորով այս շաբաթ էսի կուտենք։ Ձեզ բարեխորժակ վաղ կհանդիպեք 9:00 17:00 Գեթոն TV եթերով։ Ստեսյուն։